Իրանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Մասուդ Փեզեշքյանը եւ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ գործակցությունը, բարձր գնահատել Բաքու-Թավրիզ չվերթի վերականգնումը եւ Բաքու-Թեհրան չվերթների թվի ավելացումը։ Նախագահներն ընդգծել են, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում այժմ շրջադարձային պահ է։ Նրանք հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ակտիվացնել տարբեր ոլորտներում շփումները։ Իրանի նախագահի հետ զրուցել է նաեւ Ռեջեփ Էրդողանը, քննարկվել են Թուրքիայի եւ Իսլամական Հանրապետության գործակցությունը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աշխատում է թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման ուղղությամբ։ Փեզեշքյանն էլ ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ շփումների ընդլայնման ուղղությամբ։ Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում եւ խրախուսում են Վրաստանում ծայրահեղականությունը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հավելել է, թե ընդդիմադիր գործիչները մեկնում են արտասահման հրահանգներ ստանալու, ապա դրանք Վրաստանում կյանքի կոչելու համար։ Հունիսի 4-ին էլ տեղեկություն է տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի որոշ աշխատակիցներ Facebook-յան իրենց էջերում հայտնել են, որ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանելով լուրը հայտարարել է, կենտրոնը կվերակազմակերպվի եւ կդառնա նախարարության մաս։ Ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ զեկույց է ընդունել։ Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունից հետո Վրաստանը, ունենալով Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, շրջադարձ է կատարել դեպի ավտորիտարիզմ։ Եվրախորհրդարանը մեղադրել է Վրաստանի իշխանությանը խնդրահարույց օրենսդրության առաջխաղացման, քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին եւ խաղաղ ցուցարարներին ճնշելու համար։ Եվրոպացի падգամավորները կոչ են արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել միջազգային եւ ներքին անկախ մոնիտորինգի ներքո։ Եվրախորհրդարանը նաեւ հորդորել է Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին պատժամիջոցներ սահմանել վրացական երազանք կուսակցության պաշտոնյաների եւ աջակիցների նկատմամբ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Անդրի Երմակը եւ Մարկո Ռուբիոն քննարկել են ռազմաճակատում իրավիճակը եւ պաշտպանության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Պաշտոնյաներն անդրադարձել են Ստամբուլում օրերս տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին, Կիևի եւ Մոսկվայի ներկայացուցիչների առաջիկա հնարավոր հանդիպումներին, գերիների փոխանակմանը։ Ուկրաինան պատրաստ է հրադադարի եւ խաղաղության, իսկ Ռուսաստանը դեմ է, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ պատժամիջոցներ, նշել է Երմակը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարն էլ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը։ Ուկրաինական կողմի տվյալով Ռուստեմ Ումերովը Կիևի գործընկերների հետ պայմանավորվել է պաշտպանական արտադրության մեխանիզմ մշակելու շուրջ։ Նաև հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Նորվեգիան, Կանադան, Շվեդիան խոստացել են բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային երկրի ռազմական ներուժն ամրապնդելու համար։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Ցահալի զինվորականներին հաջողվել է վերադարձնել Համասի մոտ պահվող 2 պատանդիդի։ Իսրայելական բանակի տվյալով մարմինները հայտնաբերվել են Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում։ Հայտնի է, որ ներկայումս Համասի մոտ պահվում է առնվազն 56 պատանդ, որոնցից 20-ը ենթադրաբար ողջ են։ Օրերս Համասը եւ Իսրայելը Վաշինգտոնի միջնորդությամբ փոխանակվել էին հրադադարի պայմաններով, սակայն բանակցությունները ձախողվել են, կողմերը մեղադրել են իրար զինադադարի հաստատման անիրատեսական պահանջներ ներկայացնելու համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։